Իրավապահ համակարգում որոշակի հետքի վրա են, բայց փառաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանությունից անցել է 1 օր և մարդասպանը չի հայտնաբերվել։ Հայտնի չէ, թե ով է նաև ենթադրյալ պատվիրատուն։ Սեպտեմբերի 23 ուշ երեկոյան իր տամբակի առաջ սպանվեց փառաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրամյանը և վիրավորվեց 1 անձ Վալոդյա Գրիգորյանի ընկեր Արծրուն Գալստյանը, որի վիճակը արդեն բավարար է։ Այն, որ այս սպանությունը բազմաթիվ հարցեր է առաջ քաշել, հայտնի է բոլորին։ Սակայն անդրադառնանք թերևս ամենասկզբից։ Ինչպես գործեց քիլլերը։ Իրավապահ համակարգում ուսումնասիրելով մարդասպանի գործողությունները որոշակի հանգամանքներ են առաջ քաշվել։ Մասնավորապես, մարդասպանը պրոֆեսիոնալ է գործել և բավականին թիրախային կրակոցներ է արել։ Մտածում են կամ որ սորդ է, կամ ուժային կառույցի նախկին աշխատակից։ Բայց ուշագրավը նաև այն է, որ կրակելուց հետո նա կրկին ստուգողական գործողություն է արել, ևս մի քանի կրակոց արձակելով արդեն հատակին ընկած Վալոդյա Գրիգորյանի վրա, ու չբավարարվելով դրանով զենքի խզակոթով հարվածել է Գրիգորյանին։ Իրավապահ համակարգում հարց է առաջացել, կամ ենթադրյալ պատվիրատուն է քիլերին հանձնարարել, որ նա ստուգողական կրակոցներով սպանի ու հետո էլ վրեժխնդրության տեսարան սարքի զենքով հարվածելով։ Այս հարցի պատասխանը մինչ օրս մնում է անհայտ։ Իրավապահ մարմինները, ներքին գործերի նախարարությունն ու ազգային անվտանգության ծառայությունը արդեն մեկ գիշեր է լուսացնում են փառաքարի փողոցներում ու փորձում են բացահայտել դեպքը, հաստատել վարկածներ, իսկ ինչ վարկածներ են շրջանառվում որպես սպանության հավանական պատճառ։ Դերևս այս տարվա փետրվարի 5-ին կրակոցներ հնչեցին Մերձավանում ու սպանվեց ՔՊԱ համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, որի ընթացքը Ախտոյանն անձամբ նկարել էր լուսամուտից։ Քրեական գործով այսօր կա 14 մեղադրյալ ու բոլորը Վալոդյա Գրիգորյանի մտերիմներն են, իսկ փոխհրաձգությանը մասնակցած մյուս անձիկ, որոնք ևս զինված կռիվ էին տվել նշված օրը, կապ ունեն քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցության քաղաքական թիմի հետ, համարվեցին տուժող։ Բայց այդ քննությունը իրավիճակ չէր փոխել համայնքում։ Մերձամարում լարված մթնոլորտը շարունակվում էր։ Համայնքի բնակիչները Արմնու լրատվականի հետ տարբեր զրույցներում բազմիցս պնդել են, ինչու արդար քննություն չի գնում, ինչու չեն փորձում գտնել իրական մարդասպանին, այլ քաղաքական հակառակորդներին են միայն մեկուսացնում ընտրական գործընթացներից առաջ։ Այս պատմությունն աչքի առաջ ունենալով իրավապահ մարմինները քննում են այս վարկածը, թե նախկին կրակոցը ինչքանով կարող էր կապ ունենալ Գրիգորյանի սպանության հետ։ Օգոստոսի 4-ին պարեկները ձերբակալել էին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան ՔՊԱ Նարեկ Մկրտչյանի եղբորը, Մկրտիչ Մկրտչյանին։ Տեղեկություն տարածվեց, որ նա մեքենայի միջից հայտնաբերվել է թմրանյութ եւ ապօրինի զենք։ Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնեց, որ հարուցվել է վարույթ հրազենի ապօրինի շրջանառության թմրամիջոցների ապօրինի իրացնելու հատկանիշներով։ Սակայն ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանի եղբորը մեղադրանք առաջադրվեց միայն ապօրինի զենք պահելու համար, եւ հիմա նա տնային կալանքի տակ է։ Ինչ եղավ թմրամիջոցների իրացման մասով վարույթը, մնաց չպարզված։ Ավելին, մինչ քննչական կոմիտեն քննում էր դեսպանի եղբոր հարցը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շտապեց արդարացնել Նարեկ Մկրտչյանի եղբորը, հրապարակավ հայտարարելով, թե մեքենայում հայտնաբերվածը չի պատկանել Նարեկ Մկրտչյանի եղբորը։ Սխալ էին զեկուցել, թե նախարարը փորձում էր փրկել իր նախկին գոլեգայի եղբորը։ Հարց է։ Այս դեպքի հաջորդ օրը, սեպտեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կադրային ջարդ սկսեց մի շարք համայնքներում, եւ նրա հրամաներով ոստիկանության գնդապետ Ասքանազ Դավթյանն ազատվեց համայնքային ոստիկանության Վաղաշապատի բաժնի պետի պաշտոնից, ոստիկանության փոխգնդապետ Ղարիբ Գրիգորյանն ազատվեց Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից։ Այս աղմկարույց դեպքից հետո 2 շաբաթ անց իր տան բակում դաժանաբար սպանվեց Վալոդյա Գրիգորյանը։ Ու քանի որ համայնքում 2 օր է հիշում են, որ ՔՊԱ Մկրտչյանը ևս սպանված Վալոդյա Գրիգորյանի ոխերիմ թշնամին էր, հիմա իրավապահները որպես վարկած դիտարկում են նաև ՔՊԱ Նարեկ Մկրտչյանի եղբոր հետ կատարվածի համատեքստում։ Իրավապահները այդ թվում եւ կենցաղային վարկածներ են քննում, ստուգելով թե ընտրված համայնքապետը ում հետ է վերջին շրջանում շփվել, ինչ է կատարվել, ինչ կոնֆլիկտ է ունեցել որևէ մեկի հետ, սակայն բացասական տեսակետ արտահայտողներ բացի ՔՊ-ի շրջապատից Գրիգորյանի մասին իրավապահներին չեն հայտնում։ Ուստի իրավիճակը ավելի է բարդանում եւ փաստ է մեկ բան, որ վարկածներն առաջ են քաշվում, սակայն մարդասպանը չկա ու չկա։